Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօր այս ակցիան, որ Եվրամիության դիմացն է, դա ամուսնի նշան է Եվրամիության համար, որովհետև այն արժեքները, որոնք նրանք Հայաստանում տասնամյակներ շարունակ քարոզում էին, հանգեց ի վերջո նրան, որ Հայաստանում մենք ունենք շատ կարող ենք հետույք բառը արտասանելու համար, հետույք բառը եթերում օգտագործելու համար, խուլիգանության Սա էր այս 30-ամյա, որ անդադ այդ կառույցներով, բանով մենք իրականում օգնել են, այնպես չի որ չեն օգնել, բայց այս օգնությունները վերություն են եւ այստեղ շատ կարեւոր տեղ է, սա հիշեցնելու համար։ Ես գալիս եմ, ինչպես արդեն իրավաբանները խոսում են, Մասյացոտնի դատարանից, այդպես են ասում, Ավան նստավայրը, այո, եւ այնտեղ շատ այսպես ստանդարտ ընթացակարգով դատավոր, ես կասեի արդեն արքի դատավոր են, որտեղ երեք արդեն արքի դատավոր Մասիս Մելքոնյանը իր հերթական որոշումը կայացրեց, շատ սպասելի, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում այս թափանիվը անընդհատ առաջ է գնում եւ գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բաներ ունեն սահմանափակվելու։ Այս կառույցն է, որ տարիներ շարունակ մի փոքր առիթով կամ մեծ առիթներով անընդհատ հայտարարություններ էր անում, անընդհատ խոսում էր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների կարևորության մասին։ Հիմա մենք եկել ենք այստեղ ամենայն անկեղծությամբ ակնկալիք ունենք, հույս ունենք ավելի ճիշտ, որ գուցե մեզ հրավիրեն, ասեն, այսքան խոսում եք, եկել եք մեր դուռը, մի հատ բացատրեք ինչ է եղել։ Մենք հաստերով կբացատրենք թե ինչի մասին է խոսքը, որ հետույք բառի համար մարդ կա կալանավայրում եւ դրանից հետո կհասկանանք իրենց գործողությունները։ Այսինքն ես այդ հույսը ունեմ։ Ես այստեղ եմ հույս ունենալով, որ այնուհանդերձ ինչ որ մարդիկ ներսում կգտնվեն, հիմա վստահաբար մեզ նայում են, արգելի տիկնայք եւ պարոնայք, ladies and gentlemen, մենք հույս ունենք, որ մեզ մարդիկ կլինեն, որ փորձեն լսել։ Պարոն Մելիքյան, Դա բարեպաշտության դրսևորում է, խնդրում եմ Ալեն Սիմոնյանին, այո, դա մաքուր բարեպաշտության դրսևորում է, այո, ժողովրդավարության մարդու իրավունքների ապոգեյն է դա, ես կարծում եմ պետք չի, հետույք բառը չի օգտագործել Ալեն Սիմոնյանը։ Մելիքյան եւ Արշակ Սրբազանի գործին անդրադառնալով քաղաքացիական պայմանագրի падգամավորները արձագանքել են հարցին, թե ինչու են 7 տարի անց վերհիշել այդ գործը եւ ըստ էության հերքում են, որ քաղաքական ենթատեքստ կա եւ նշում են, որ իրավապահներն են այս գործողությունը զուտ իրավական գործընթաց է, ինչպես կարձագանք։ Արձագանքեմ հետեւյալ կերպ, ռեժիմը բաղկացած է մի քանի թևերից, քաղաքական թևն է, իրավապահ համարվող թևն է, պարզ է, որ մեկը մյուսի վրա պետք է գցի եւ ասում եք հերքում են դժվար կլիներ պատկերացնել, որ չգիտեմ, Վահագն Ալեքսանյանը, նույն Ալեն Սիմոնյանը կամ մյուսները վեկանային ասեն, հա դե գիտեք, այստեղ իրականում քաղաքական հետապնդում կա։ Ակնհայտ է, փաստերը դրա մասին են խոսում։ Քննել են, մեկ էլ չգիտես որտեղից, գիտես որտեղից։ Դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է հայտարարված, մեկ էլ նման այսպես որոշում են կայացնում։ Ամեն ինչ ակնհայտ է, այնտեղ նրանց հետ բարավիճելու այսպես տեղել չեմ տեսնում, առհասարակ տեղ չեմ տեսնում։ Ուղղակի ենք ասեմ, որ ռեժիմը բաղկացած է, այո, մի քանի թևերից, այս հանձնարարությունը տրված էր իրավապահ թևին, այսպես ճակերտավոր ասած, իրավապահ թևին եւ քաղաքական թևի խնդիրն է ասել, դե մենք դրա հետ ինչ կապ ունենք։ Ես իսկապես կարծում եմ, որ հենց այդ падգամավորները կարող են ուղիղ կապ չունենան, իհարկե։ Հաստատ Նիկոլ Փաշինյանը նրանց չի զեկուցել, թե ինչ հանձնարարություն է տալիս իրավապահ մարմիններին։ Ինչպես կբացատրեք այն զուգադիպությունը, որ ամեն անգամ գործնակագրվում է հենց Մասիս Մելքոնյանին, ինչու է ամեն անգամ հենց նրա հերթապահության օրը լինում։ Սա ուղղակի հրաշք է։ Հրաշքներ կատարվում են, սա ուղղակի հրաշք է, 3 arczepiskopos ունենք պալանավորված եւ 3-ն էլ Մասիս Մելքոնյանի կողմից։ Սա ուղղակի հրաշք է, ես կարծում եմ, որ Մասիս Մելքոնյանի սրբադասման նաեւ հարցը կարելի է բարձրացնել այս հրաշքի շնորհիվ։